Զորական սրբերից Սուրբ Գևորգի անունով եկեղեցիները տարածված են քրիստոնեադավան երկրներում։ Հայաստանը բացառություն չէ։ Միջնադարյան Հայաստանում հայ թագավորները, իշխաններն ու զինվորականները այս սրբին համարում էին իրենց հովանավորը։ Ներկայացնում ենք հռիփսիմեատիպ եկեղեցիների դասին պատկանող միջնադարյան մի հիասքանչ կառույց, որը յուրահատուկ է վայելչագեղությամբ ու ճարտարապետական լուծումներով։ Բաց երկնքի տակ Գառնահովտի Սուրբ Գևորգ եկեղեցին է։ Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոն աշտարակից մոտավորապես 63 կիլոմետր հյուսիս-արևմտյան ուղղությամբ գտնվում է Գառնահովիտ գյուղը, որտեղ էլ կանգուն վիճակում պահպանվել է 7-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հայտնի է նաև Գառնահովտի տաճար անվամբ։ Սուրբ Գևորգ եկեղեցին համարվում է մեր միջնադարյան ժառանգություններից եւ այն պատկանում է հռիփսիմեատիպ եկեղեցիների դասին, որի ակունքները սկիզբ են առնում Երևանի Ավան տաճարից։ Սուրբ Գևորգ եկեղեցին կենտրոնագմբեթ է, իր հատակագծով արտաքուստ ուղղանկյուն քառանկյունի է, իսկ ներքուստ քառախորշ խաչաձև 4 ավանդատներից բաղկացած, այն անսյուն շինություն է, որը հիմնված է եռաստիճան պատվանդանախարիցի վրա։ Սուրբ Գևորգը եկեղեցին ուսումնասիրել են հայ ճարտարապետներ Թորոս Թորամանյանը, Տիրան Մարությանը եւ Ալեքսանդրիա Եփրեմյանը եւ այլոք։ Նման է հռիփսիմեատիպ տաճարին եւ իր համանման հուշարձանների նման այն ճակատային 4 հատվածում առկա է միանման երկուական հայկական խորշեր, որոնք ոչ միայն ապահովում են եկեղեցու սեյսմակայունությունը, այլ նաեւ տալիս են առանձնակի հմայք։ Եվ հետաքրքիր են այս խորշերը նրանով, որ եթե մենք 4 խորշերը միացնենք ուղղահայաց եւ հորիզոնական գծերով, ապա կտեսնենք, որ ստանում ենք քրիստոնեության խորհրդանիշը խաչի պատկերը։ Մյուս հետաքրքրությունը այն է, որ համանման իր հուշարձաններից առանձնանում է նրանով, որ արևմտյան խորշի ներքևի հատվածում առկա են երկու զույգ սյուներ, իրենց խարիցխով եւ խոյակով, եւ այդ սյուների դիմացը, ինչպես մասնագետների գերակա կարծիքի, եղել են արձաններ, ցախ հատվածում եղել է Սուրբ Գևորգի արձանը, աջ բասկին նիզակը գեղարդով դեպի ցած պատկերված, իսկ աջ հատվածին եղել է պատվիրատուի անդրին, ձեռքերը առաջ բարձած, մակետը եկեղեցու ցույց տալով։ Մյուս հետաքրքրությունը այն է, որ այն արևմտյան խորշի հատվածում կա ձիու պատկերաքանդակ, նկարված ընթացքի մեջ, դեպի արևելքից արևմուտք, սա եւս խոսում է նրա մասին, որ եկեղեցին կառուցվել է Ներսես Պատրիկ Կամսարկացու օրոք։ Մենք գիտենք, որ կամսարականները եկել են Հայաստան 3-րդ դարի կեսերից արևելքից, այսինքն Պարսկաստանից արևմուտք, եւ ըստ ճարտարապետական վերլուծության այն 7-րդ դարի կառույց է, ինչպես նաեւ հետաքրքիր է, որ 4 խորշերի հատվածում առկա է մեծադիր պատուհաններ, որոնք թույլ են տալի լույսի ներթափանցումը դեպի տաճարի ներս։ Յուրաքանչյուր պատուհանի վերևի հատվածում առկա են աղեղնապսակներ։ Հետաքրքիր է արևմտյան եւ հարավային հատվածի աղեղնապսակները, որտեղ կան գրագիր մակագրություններ, արևմտյան հատվածում պահպանվել է գոր եւ գիր տառերը եւ արվեստաբան վիմագրագետ Ալեքսանդր Մանուչարյանը փորձելով վերականգնել տվյալ գրությունը, վերականգնել է որպես գրիգոր գրիչ, համարելով, որ գ եւ վերջի չ տառը տարիների ընթացքում հողմնահարման հետևանքով ջնջվել է, իսկ հարավային հատվածում պահպանվող գրությունը ամբողջությամբ պահպանվել է, գրված է Մովսես եւ մասնագետների կարծիքով Գրիգորը եւ Մովսեսը այն վարպետներն են, ովքեր կատարել են աղեղնապսակի պատուհանի քանդակը։ «1909 թվականի մայիսին Թորոս Թորամանյանը սկսում է իր հերթական շրջագայությունը Հայաստանով մեկ և ճամփորդական ծոցատետրում սեպտեմբերի 29-ին գրառում է կատարում Ադիամանի արաբերենից ապահով վայր, նախկինում այս անունն էր կրում Գառնահովիտը, հուշարձանների մասին, անդրադառնալով նաև եկեղեցուն։ Նա գրում է. Ադիամանի եկեղեցին ներքին կողմեն շատ մոտավոր նմանություն ունի Էջմիածնի մոտ Հռիփսիմեի վանքին,
Նույնիսկ գմբեթի մեջ շրջանակի ունի մուլյուրներով շինված բոլորակ վարագնաձևերու շարքը։ Շրջանակի արտաքուստ ամեն կողմը ունի խորշեր, բայց արևմտյան կողմը խորշերուն մեջ կեսեն քիչ ավելի բարձրությամբ կան զույգ սյուներ, վրանները խոյակներով։ Խոյակներն անմիջապես վերևը ուղիղ կիսաբոլորակ գոգավոր խորշ շինված է, կարծես արձաններ դնելուն հատուկ, որոնց պատվանդաններ պիտի լինեին զույգ սյուները։ Այս կիսաբոլորակ խորշերը մեկ հատալ շինված է արևելյան կողմեն, միջին ֆրոտոնին ներքև։ Քիվեր եւ պատուհաններու պսակներ ըստ ամենայնի 5-ից 7-րդ դարերու հատկանիշներն ունեին։ Հետաքրքրական են քիվին ճակատին վրա քանդակված զարդաքանդակները, որոնք շուշանածաղկի նմանություն ունին։ Իսկ այդ քանդակի ներքև երկրորդ մուլյուրի թեք հարթության վրա քանդակված է բարձրաքանդակ երկրաչափական մի ձև, որ ստալակտիտի երևույթն ունի։ Հարավային եւ արևմտյան կողմեն ունի երկու դուռ, որոնք արտաքուստ զույգ որմնասյուներու վրա պսակված աղեղներ ունին։ Զույգ սյուներու խոյակները եւ խարիսխները նույն տիպն ունին, ինչ որ ուրիշ առհասարակ 7-րդ դարու շենքերուն վրա գտնված ձևերը։ Գմբեթնալ ունի խորշեր։ Այս ձևին կպատկանի Մաստարայի եկեղեցվո գմբեթը, որ հազիվ 7-8 կիլոմետր հեռավորության վրա է։ Հավանորեն 1-1-ի ազդված։ Արձանագրություններ չեն երևիր, հավանաբար կորած զանազան նորոգություններու ժամանակ, սակայն այնքան լուրջ նորոգությանց հետքեր չեն երևեր։ Արևելյան ճակատի վրա կան քանի մփակագիր արձանագրություններ, իսկ հարավային կողմը դրան աջ կողմի եռանկյունի խորշին մեջ կա շատ եղծված եւ անընթեռնելի դարձած արձանագրություն, որուն տառերուն ձևեն կենթադրվի, որ մոտավորապես 12-ից 13-րդ դարերու տառեր են։ Այստեղի այժմյան բնակչությունը նոր է եւ գյուղը հիմնարկված է Պասկևիչի պատերազմեն հետո, բնակիչներեն մեծ մասը եկել է Սարդարապատեն, գրում է Թորոս Թորամանյանը։ Սուրբ Գևորգ եկեղեցին ունի երկու մուտք, արևմտյան գլխավոր մուտքը եւ հարավային։ Թե արևմտյան, թե հարավային մուտքերը զարդարված են հայկական զարդանախշերով, երկու հատվածում առկային որմնասյուները, որոնք միանում են գեղեցիկ կամարով, իսկ կամարների ներքևի հատվածում առկա են կիսաշրջանաձև բարավորները, կերտված միակտոր մեծ քարից, երբ որ մենք մուտք են գործում եկեղեցուներ, տեսնում ենք, որ եկեղեցու պատերը ամբողջությամբ պատված են սվաղով, բայց որոշակի ուսումնասիրություններից հայտնի է դառնում, ինչպես գիտենք, հայ միջնադարյան եկեղեցիների պատերը ներսից պատված են եղել որմնանկարներով եւ Սուրբ Գևորգը եւս, բայց ցավոք սրտի այն չի պահպանվել։ Որմնանկարների պատկերման թեման կապված է եղել Սուրբ Գևորգ զորավարի հետ վիշապը սպանելիս, քանի որ ըստ ավանդույթի գիտենք, որ Սուրբ Գևորգը կարողացել է սպանելով վիշապին ազատել կույսին։ Սուրբ Գևորգը համարվում է հայոց թագավորների եւ զինվորների սուրբը, իսկ այլաբանորեն վիշապը համարվում է չարության խորհրդանիշը աշխարհում, որի դեմ պայքարել են Քրիստոսի նահատակ սրբերը։ Հատակագծային շատ կանոնավոր համաչափություն կա, օրինակ արևելյան եւ արևմտյան խորանները ունեն 416-417 սանտիմ լայն եւ նաեւ հյուսիսային հարավայինը եւս իրենց լայնությամբ հավասար են 317-310 սանտիմետր, ինչպես նաեւ նախախորանների չափսերն են հավասար, արևմտյան եւ արևելյան 464 եւ 462 սանտիմետր, եւ այնքան հետաքրքիր ճարտարապետական լուծումներ է արված, որ ներս մտնողը հավատացյալը իր ուշադրությունը դարձին դեպի ավագ խորանը, այնտեղ գտնվող Սուրբ Սեղանի եւ մասնակից դառնա արարողությանը։ Իսկ ավագ խորանը բարձրանում են հոգևոր սպասավորները հյուսիսյան եւ հարավային հատվածից երաստիճանների միջոցով, որոնք խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը։ Նաեւ հետաքրքիր ավագ խորանի ներքևի հատվածում արևի ճառագայթները, որոնք վարպետները ստացել են սև եւ կարմիր քարերի շնորհիվ։ Սուրբ Գևորգ եկեղեցին ունի բարձր ձայնային հնչեղություն, որը ապահովում են 12 դատակ շրջանաձև գաղտնարանները եւ այստեղ պետք է նաեւ ուշադրություն դարձնենք ութանից գմբեթին, որտեղ առկա նաեւ 12 պատուհաններ եւ ուշադրություն պետք է դարձնենք 12 թվին, քանի որ 12 թիվը խորհրդանշում է առաքյալների թիվը։ Ութանից գմբեթաթմբուկը եզակի է նրանով, որ այն կառուցման օրից ի վեր պահպանվել է, իսկ ամբողջ եկեղեցու գմբեթը բարձր
ստանում է կղմինդրե կորոնթարթով եւ ստանում է գեղեցիկ գնդաձև տեսք։ Հայականավոր ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան Տիրան Մարությանը իր Ավանի տաճարը եւ համանման հուշարձանները աշխատության մեջ մանրամասնորեն անդրադառնում է նաեւ Գառնահովտի Սուրբ Գևորգ եկեղեցուն։ Գառնահովիտը իր 4 խորաններով, 4-3 քառորդ խորշերով ու անկյունային 4 սենյակներով ամփոփված է 19 մետր 50 սանտիմետր երկարության եւ 15 մետր 70 սանտիմետր լայնության հատակագծային չափեր ունեցող ուղղանկյուն ծավալի մեջ։ Տաճարի մուտքերը երկուսն են՝ արևմուտքից եւ հարավից։ Բոլոր խորանները ունեն մեկական պատուհան։ Մարությանը գրում է. Գառնահովիտը ներքին տարածական, արտաքին ծավալային եւ հարթությունների պլաստիկ մշակման առումով եւս մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Շինության հիմնական ծավալը, որ հիմքում ուղղանկյուն քառանկյունի է, 9 մետր բարձրության վրա ավարտվում է պարզ միջին բարձրության քիվով, որի ճակատային հարթությունը մշակված է կամարիկների շարքով։ Գմբեթաթմբուկը Գառնահովտում 8 նիստ ունի եւ այդ նիստերի հատածանկյուններում 8 եռանկյունի հիմքով խորշեր։ Գմբեթի մշակման գործում ճարտարապետը ի հայտ է բերել նուրբ ճաշակ եւ կատարողական զգալի վարպետություն։ Իդեպ Մարությանը գրում է նաեւ եկեղեցու ճարտարապետի մասին, նշում նրա վարպետությունն ու նաեւ սխալները, բայց հստակ է, Գառնահովիտը խոշոր հուշարձան է, գրեթե Հռիփսիմեի մեծության։ Այդպիսի հուշարձանի կառուցումը չէր կարող հեռու լինել երկրի հոգևոր կենտրոնի ուշադրությունից ու հսկողությունից, դեռ ավելին, կառուցման նախաձեռնությունից։ Այդպիսի մեծ ձեռնարկի իրագործումը ոչ մի դեպքում չէր կարող վստահվել ոմն-գավառական, անփորձ, որոշ հարցերում ոչ գրագետ ճարտարապետի։ Գառնահովիտը կառուցողը ամենայն հավանականությամբ եղել է Ավանի կառուցողից հետո երկրորդը կամ երրորդը եւ նրա նման պիոներ իր կարևոր ստեղծագործությունը կերտելիս։ Հայտնի չէ թե երբ եւ ով է կառուցել Գառնահովտի Սուրբ Գևորգ տաճարը։ Մատյաններում այդ մասին ոչինչ չի ասվում, գրում է Տիրան Մարությանը։ Այս հարցին այլ պարզաբանում է տալիս պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուչարյանը, ով իր Գառնահովիտ Սուրբ Գևորգ եկեղեցին աշխատության մեջ գրում է, որ այդ գաղտնիքը հայտնում են Քարեղեն մատյանները, նշելով, որ պատմաբան Ալեքսանդր Մանուչարյանը միանգամայն իրավացիորեն համարում է, որ եկեղեցու արևմտյան պատին երկիցս փորագրված Վարդես հիշատակագրությունը եկեղեցու ճարտարապետի անունն է։ Ընդ որում, գրում է Մանուչարյանը, Վարդես անունն առաջին անգամ հավերժեցվել է գլխավոր արևմտյան շքամուտքի վերևի պատուհանի հյուսիսային մասում, որտեղ այն 7-րդ դարին բնորոշ խաչապատկերի երկու կողմերում փորագրվել է երկվանք փակագիր ձևով, բայց երևի մտավախություն է եղել, որ գուցե հետագայում չկարողանան ճիշտ վերծանեն։ Դա նույն լուսամուտի հարավային հատվածում 5-րդ դարի նմանակված խաչի կողքերին գրվել է ամբողջությամբ, տառ առ տառ։ Այն գիտնականները, որոնք Գառնահովտի ճարտարապետին համարում են գործած 7-րդ դարի կեսից շուտ, հիմք են ընդունում մի պատճառաբանություն, թե իբր նրան ծանոթ չի եղել արդեն հայ ճարտարապետության մեջ այդ 100-ամյակում կիրառվող գմբեթային անցման նոր առագաստային եղանակը, այլապես նա Սուրբ Գևորգում չէր օգտագործի փոխանցման հին, տրոմպային ձևը։ Պատասխանը հետևյալն է. լավագույնը փորձված հինն է։ Վարդեսը քաջ գիտեր, որ հարևան Մաստարայի Սուրբ Հովանես եկեղեցու հսկա գմբեթը, որքան էլ հիմնադրումից հետո տուժել էր կառույցը, այդուհանդերձ այն լեռնային գոտում շուրջ 200 տարի անխաթար դիմագրավել էր ժամանակի հարվածներին։ Հետևապես խելամիտ կլինի կիրառել անցումային նույն եղանակը։ Ավելի քան 1350 տարիները ցույց են տվել, որ Վարդես ճարտարապետը ճիշտ էր, գրում է Աշոտ Մանուչարյանը։
Եկեղեցու պատերին առկա են ագուցված 4-րդ դարից հարակից տարածքից պահպանված սրբավայրի խաչքարեր, որոնցից ամենահետաքրքին արևելյան հատվածի հավասարաթև խաչի պատկերն է շրջանի մեջ, ինչպես նաև ամբողջ հուշարձանը կառուցված է սև եւ կարմիր սրբատաշ տուֆից։ Այն վերականգնվել է 1991-ից 1998 թվականներին հուշարձանների պահպանության ընկերության եւ վերականգնող ճարտարապետ Աշոտ Մանասյանի կողմից 2023 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ բարերարի միջոցներով ըստ հաստատված նախագծի գործող նախարարության կից գիտամետոդական խորհրդի 14-րդ նիստի հաստատված նախագծի այսօր արդեն ավարտվել է Կղմինդրե ծածկի վերանորոգման աշխատանքները։ Այսպիսով կարող ենք ասել, որ Սուրբ Գևորգ եկեղեցին կարևոր է իր պատմամշակութային եւ հոգեվոր արժեքով, ցույց է տալիս հայ ժողովրդի հոգեվոր, ճարտարապետական վերլուծության եւ դարեր շարունակ պահպանվող արժեքները։ Իրավի այս կառույցը շարունակում է հիացնել բոլոր այցելուներին, իսկ Սուրբ Գևորգ զորավարի տոնին այստեղ են հավաքվում ուխտավորներ տարբեր շրջաններից, պատվելով բազմադարյա կառույցն ու նրա հոգևոր խորհուրդը։ Բաց երկնքի տակ գառնահովտի Սուրբ Գևորգ եկեղեցիներ։